Բարեգործական արդեն ավանդական ընթրիք իմ քայլը հիմնադրամի հաջողակից սկսնակին ծրագրով մասնակցել է 25 ընտանիք։ Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։ Վարչապետի տիկին իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ողջունելով մասնակիցներին ընդգծել է, որ նրանց մեծ մասին առաջին անգամ է տեսնում, ինչն ուրախալի է, քանի որ վկայում է բարեգործական ընթրիքների մշակույթը թեպետ մեծ դժվարությամբ, բայց արմատավորվելու մասին։ Ես ձեզ անչափ շնորհակալ եմ այսօր այդ քայլին գնալու եւ իմ քայլը հիմնադրամի մեկնած ձեռքբերում խնդրանքը ավելի ճիշտ ընդունելու եւ ձեռքը սեղմելու այսօր մեր երեկոն այսպես շատ դարձնելու համար։ Աննա Հակոբյանն ընդգծել է ֆինանսական ներդրումից ավելի նրանց ներկայությունն է կարևոր, քանի որ ներդրումն իհարկե առանց հանդիպման էլ հնարավոր էր։ Առավել ևս ինչու եմ գնահատում այս երեկոն եւ ձեր ներկայությունը, որ դա մեզ հնարավորություն է տալիս ուղիղ այսօր ձեզ ներկայացնել մեր աշխատանքները։ Ես դա ամենաշատն եմ կարևորում, որովհետեւ այդ մարդիկ, ովքեր մեզ նվիրատվություն են անում, ես շատ կարևորում եմ յուրաքանչյուր լուման եւ հաշվետու եմ յուրաքանչյուր լումայի համար։ Եվ սա հնարավորություն է, որպեսզի դուք ուղիղ լսեք։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը հիշեցրել է հիմնադրամի հիմնական գաղափարախոսությունը, նշել, որ բոլոր ծրագրերի հիմքում մարդկային ներուժի բացահայտումն է, անհատի զարգացումը, սեփական միջոցներով ու գիտելիքներով առաջ գնալու հնարավորությունը։ Մենք փորձում ենք օգնել այն մարդկանց, ովքեր ոչ թե օգնություն են փնտրում, այլ հնարավորություն, եւ դա շատ պարզ երևում է այդ մարդկանց ծրագրերից, որոնք ներկայացնում են։ Նազարյանը հիշեցրել է հիմնադրամն իր պարտքն է համարում հոգ տանել ոչ միայն նվիրատվություն ստացողների, այլև նվիրատուների մասին, քանի որ բարեգործ լինելն իրականում մարտահրավեր է, պահանջում է հավատ մարդկանց հանդեպ, վստահություն, զգայունություն հանրային խնդիրների նկատմամբ, պատասխանատվություն ու համբերություն, եւ հիմնադրամը ձգտում է նվիրատուի համար այս ընթացքը դարձնել թափանցիկ, արժանապատիվ, հեշտ եւ ոգեշնչող։ Իրականում բիզնես օգնությունը իմ կարծիքով ավելի շատ փոխօգնություն է, որովհետև ներդրում է արվում համընդհանուր շրջանառության, տնտեսության շրջանառության մեջ եւ այդ աջակցությունը ինչ որ կերպ վերադառնում է նոր աշխատատեղի, լավ գաղափարի, տեղական արտադրանքի, կայունության, անվտանգության, հանրային փոխօգնության միջոցով։ Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը ներկայացրել է միջազգային համագործակցությունը, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը, թվային ցուցանիշները եւ միջազգային գործընկերների հետ վերջին տարիներին ստորագրված գործակցության հուշագրերը։ Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թող իր սեփական ոտքերին։ Այս բացառիկ մարդասիրական առաքելության գոչված է իմ քայլը հիմնադրամը։ Մեր նպատակն է բացահայտել եւ զարգացնել մեր երկրի եւ համայն հայության ամենակարևոր եւ շարունակ վերարտադրվող մարդկային ներուժը։ Նա տեղեկացրել է, որ հիմնադրամի տարեկան նախատեսվող բյուջեն աճել է մոտ 650%, իսկ շահառուների քանակը 305%, ինչը փաստում է, որ հիմնադրամի առաքելությանը հավատացողների ու սատարողների թիվը ևս աճել է։ Բարեգործական ընթրիքի ամենահուզիչ պահը դարձել է Blue Sky կառուցապատող ընկերության ղեկավար Ռոման Հարությունյանի արձագանքը, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի զինվորի պատմությանը։ Երիտասարդը վարձով բնակվում է բարձրահարկ շենքում, առանց թեքահարթակի հնարավորության, քանի որ հարևանները համաձայնություն չէին տվել թեքահարթակ կառուցել շենքում։ Հարությունյանը, որ հեշտությամբ չի հասել հաջողությունների, պատմությունից տպավորված հայտարարել է, որ նոր բնակարան է նվիրում այդ ընտանիքին։ Իմ քայլը հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագիծը նախատեսված է բիզնես սկսելու կամ զարգացնելու գաղափար ունեցող նորաստեղծ ընտանիքների համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։ Ծրագրի շահառուները կստանան անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ, անհատական բիզնես խորհրդատվություն, դրամաշնորհ, բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար։ Աննա Զախարյան, լուրեր։